Մերցեից հարկելի պարեգամներ, հայրնագիցներ, թարցյալ եկած ենք ծերդուներեն ներս, որբեսի միասին սերդենք աստվածաշունչը։ Ուզեմ շնորհակալություն հայտնել Աստծո, որ մեզ տված է առողջություն, իմաստություն, որբեսի իրեն համար ծառայենք։ Շատ շնորհակալ եմ, որ եղբայրս դարձյալ ինձի հետ է։ Նաև ուզեմ շնորհակալություն հայտնել ձեր շատ գեղեցիկ հրացայներուն։ Իսկապես մեզի քաչալերեք եւ մեզի գոհնեք եւ մենք ավելի խանդավառվենք, կսենք ինչ նույնի մասին խոսենք եւ գաղութենք, որ Աստված մեզի հիշեցնե, որ ինչ նյութը կարևոր է խոսիլը։ Շատեր կխոսին, բայց ուզենք, որ մենք դարբեր ցևով ավելի լուսապանենք։ Ուրեմն ես դարձյալ շնորհակալություն կայտեմ Աստծո, եղբայրս շատ հերու դեղեկ ուքա։ Պիտի քա եւ պիտի խոսի, երևակայեցեք։ Բայց փառք Աստծո, որ իրեն տված է առողջություն, իմաստություն եւ եկած ենք միասին այս գործը կատարելու։ Իսկապես Աստծո փառք կտանք իր բոլոր փառիքներուն համար եւ նաեւ շնորհակալ ենք, որ Աստված ազատություն տված է այս երկրին, որ դարենան խոսիլ։ Այո։ Անցյալին եւ ներկային դատմդեղեր մատիտ ազատություն չունեն խոսելու։ Փառք Աստծո, որ այդ ազատություն ունին, թեև վստահ գիտեն, որ ժամանակավոր է։ Հաց ասված, ոչափոր դյանքա բիդու խոսին Աստծո խոսքը եւ միան Աստծո խոսքը։ Ամեն։ Ուրեմն, ինչպես որ մեր սովորությունն է, մեր նույնին չսկսած գուզենք Աստծո զորություն խնդրել, իմաստություն խնդրել, եղբայրս է որ պիտի աղոթե։ Այո, վարդից։ Երախտաբադ են գերնավոր հայր։ Բեսպիսի օհնություններուդ համար շնորհակալ են քեզի, որ աս հայդակիրը ունինք, որ դնան քո խոսքը ծանոթացնել բոլորին, ները մեր հանցանքները, գաղութեն, որ դեր ունդունտիներում է չեթե հիվանդներ դան տուն անոնց առողջություն դուր, թող աս հայդակիրը անգունաթած մնլա շադերու և շադեր դեսնեն, որ Աստծո խոսքը քաղցր է և հիմա տուն առաջնոտ է մեր ամեն խորհուրդները Հիսուսի անունով, ամեն։ Ամեն։ Անցյալ շաբաթ, ինչպես որ գիտեք, խոսեցանք պետք է հնազանդենք պետության օրենքներուն։ Այսօր պիտի շարունակենք։ Արդյոք կան այդպիսի օրենքներ, որ պետք չէ հնազանդել։ Զարմանալի բան։ Անցյալ անգամ եղբայրս այնքան շեշտեց, որ պետք է հնազանդենք, չար օրենքներ գտնեն, չար մարդիկ են, պետք է։ Այս անգամ պիտի խոսենք, պետք է կան օրենքներ, որ պետք չէ հնազանդել։ Աստվածաշունչի մեջ շատ քրվածներ կան, որ եթե Աստծո օրենքին կամ անհնազանդ լալու օրենքներ կան, պետք չէ հնազանդել պետության։ Քրված է առավել Աստծո հնազանդել, քան մարդոց։ Կուզեմ պատմել Սեդրակ, Միսակ եւ Աբեդնագովի պատմությունը, որ ասկար ցեզի պատմած ենք, բայց կուզեմ դարձյալ հիշել։ Նաբուքոդոնոսոր թագավոր ոսկի արցան մշինեց եւ թուրա թաշտի մեջ կանգնեցուց։ Եվ հրամայեց բոլոր բալալդականները, նախարարները երթան թուրա թաշտը, որբեսի երկրպագություն ունեն։ Այս երեք երդասարտներն ալ հնազանդեցան օրենքին, քացին, որովհետև սվեցա պետք է հոտ ներկա ալանք եւ ինչեւ ոնք քացին հնազանդ էին։ Բայց երբ հարցը եկավ ոսկի արցանին երկրպագել, թագավորին չհնազանդեցան։ Վաու։ Գիտեին, որ դասնապանյայի մեջ գրված է Ոյվե փանի արցանի գուրկի չերգրբակես եւ գիտեք բամությունը նետվեցան գրագի հնոցը սակայն Հիսուս ինքն է որ գրագի հնոցեն ազատեց նոր գդագարանի մեջ կգարտանք քահանաները ստիպեցին որ արաքյալները չկարոզեն Հիսուսին հարության եւ թագավորության մասին սակայն հրամանին մտիկ չրին եւ կարոզեցին ասի շատ կարեւոր եւ երկար նյութ է Ուզեմ, որ եղբայրս ցեզի բացադրե։ Այո։ Չափազանց կարևոր նյութ է իրականության մեջ եւ անպայման ուշուր շոմդի դնենք, թե ինչ բաներ կան, որում պետք է հնազանդենք։ Արաքյանները լավ քաղաքացիներ էին։
բայց անոնց երրի փորը օրենքներուն չի նազանթեցան։ Պետրոս եւ իր օտնարյանները ըստ Հիսուսը քարոզել։ Ուրեմն Սանհեդրինը երրի ղեկավար դարը ցերփարալեց զանոնք ու փանտրավ եւ ասավ բիդի չխոսիդ Հիսուսի անունով։ Ասմակի դնայր լավ ինչն են հիմա։ Մեր բեդությունն է պետք է հնազանդին։ Ոչ, կան բաներ, որ պետք է հնազանդին, որովհետև Աստվածաշունչը դպսորվեցրել է մեզի, որ առաջ Աստուծո հնազանդելու ենք, եւ եթե բեդությունը թեմ է Աստուծո օրենքին եւ քեզի հետ կապ ունի, թուն պետք է հնազանդիս բեդության օրենքներուն։ Տեսեր ինչեր, եթե դատար Աստվածաշունչը, պիտի զարմանա, թե ինչ բաներ կան, պայմաններ եւ ինչ թեփքեր պատահած են, որ առարտյանները չեն հնազանդած։ Երբ որ նորեն ացարեցին Պետրոսը, Հովհաննեսը, անուն նորեն քացին սան քարոզել։ Բայց պետությունը արգելած էր։ Նորեն եթան ցերփարյանեն եւ դսենանոր միթե մեն ցեզի չսենք որ դու քարոզելու չեք Հիսուսի անունով։ Ուրիշ խոսքով ասել ուզեցին, դու տնակ քարոզել։ Բայց Հիսուսի անունով մի քարոզել։ Այսօր քարոզները սահմանափակ են, ասմասին այդ հայն մի խոսենք։ Բայց դու Հիսուսի անունով մի քարոզել։ Բայց աշերետներսին դու թադեցեք, որուն պետք է հնազանդին, առավել ցեզի պետք է հնազանդին, թե Աստուծո։ Անոնք պատասխան չտվին, միան հրամայեցին Զիմոնուն, որ լավ ձեզեն ասի դասատներուն։ Այսօր մեր աշխարհը ավանդություններով լեցունեն եւ այդ ավանդություններուն մեջ կան օրենքներ, որ ուադի Աստծո օրենքին թեմ է։ Ադե պատճառը, որ մենք պետք չէ հնազանդենք։ Մանավանդ երբ քահանաները ասեցին, որ իրենց աստարարությունը, սպառնալիքները չի դցան վախցնել Պետրոսին, զայրացան։ Այսօր բեդարյան մարդիկ գուզեն, որ իրենց խոսքերը իշխանություն ունենան, երբ որ փամս են հբադարները հնազանդին, եթե չի հնազանդին դպատժեն։ Որքանալ օրենքը սխալը լա, պիտի պատժվիս։ Մեկ հատ սխալ մունքով գարմիր լույսը անցիր, $500 վճարես։ $500 շատ տրամ է, անարդարություն է սա։ Ուղադի դողոպտել է, բայց այսօր պիտի հնազանդին։ Բայց օրենքներ կան, որ պետությունը դրած է, ուղղակի քեզի թեմ է։ Ես բստիտ պատմություն ուզեմ պատմեմ, որ ինձի պատահեցավ։ Տեսեք, թե մարդիկ երբ իշխանություն ունենան, ինչպես կգործածեն իրենց իշխանությունը։ Ես ուզեցի ցանկապատ մշիներ, թուրմը, որ շարժարան լա, դրավեի մեծ թուրը։ Եվ ես հոն ամերիկացի բարերամ ունիմ, իրենուսի ես անցմթիր եմ, որ դիշին է, թուն երրին ավելի զանոտ ես, մերիկիր ես,
Սա այո ես մեր իրիդեմ եւ քեզ ավելի աժան նշինը նույն փոձը ասի մեր հետ խոսիմ ուրեմն մատի երավ ասի քանի նշինես ինձ ատեն դեսա որ մեր հետ շինած եմ սա ասի հորս քոզն է սա ես առաջ YouTube աշխատի սա հիմա ես իմ առանցին ընդդեմ սպասած եմ հորս մցադից եմ Oh my god. Սա բիզնես է, լավ է։ Բիզնես է։ Միշտ հոզավերի չի մնա հորով։ $120 բարյաս ուզեց։ Ասի շինը։ Սա նայր, ես շատ սպառված եմ սա։ Չեմ գիտե երբ դվերաթանամ շինելու։ Ասի չէ, ինձ պետք է ժամանակ տաս, ես անորոշ չեմ նա սպասել։ Սա քեզի երացայն եմ։ Այսօր կամվաղան բայման դիարացայն եմ։ Ես չէի թերով աս անցը գերեղեցի կացող անցմն է։ Ինձի հերացայն է, սավ նայր, սավ ժամանակ չունիմ շինելու։ Դուզես սավ դիրադիորը կամ շինեմ։ Ասի երուր։ Դիրադիորը թոզավոր մարավ երավ, երկու ժամ աշխայեցավ վեչացուց։ Տրամը արավ կնաց։ Հետո միս պարերամս երավ, որ անալ երեցա սերը, և ադբես սե, որ երուտնանուն երեցին ետան եղեր։ Սավ երաց շինած է, սավ, հա, սավ ժամանակ չուր ինչպես շինեց, երբ երավ, ասի դիրադիորը երավ, դիրադիոր երավ, չէ, սավ ասի շատ սխալ է, ասի ինչու սխալ է, Սա դիարորը պետք չէ աշխարհի սա։ Ասի թուն կարող ես ասի աստվածաշունչեն իրեն ցույց տա որ ինքը սխալ լրած է։ Դեցա բահմա, սա ոչ չեմ գնա։ Ուրեմն ասի ինչու դիմեղացես։ Ինչու դիմեղացես երդասարդը։ Սա սխալ է։ Ասի չէ, ադրես պետք չէ ասեն, պետք է փաստացի ասեն։ Ասմատը չի ասծավ, ասի թեզի պամնու բիդիսեմ, միտտ լավ բահ է ասի։ Իրիդունով եղբորդ այցևության կացիր, ժամը 7-ին, ժամը 9-ին ծիթեցիր եղբորդունը ու դունս չսակալ, ճամպան պոլիսի թեզիր եծուց, եվս հավ ուզեմ թուղթի այդ տեսնեն, թուղթի ծուցուցիրն, եվս իր, Ինչ սխալդրի, որ ինձ իր եծուցիր, հիմա դրսեմ պոլիս, պոլիսը սավ, հիմա սավ ժամը 9 քարոր կանցին որ, ինեն հետո բետ չէ տշես։ Քրվի գարուր եմ, նա։ Չէ, պամը չիրա, ինեն հետո բետ չէ տշես։ Հիմա ասի պոլիսը քեզի իրավունք ունի, թիկետ տալու, սավ ոչ, օրենք չիրա, ասի ճիշտ սիր, քանի որ օրենք չիրա սուբկիքի մեջը, որ ասի եդասատը սխալ լրավ, ուրեմն թուն իրայ մի մեղացրեր։ Ինչպես որալ, թուն պոլիսը քեզի մեղացրելու իրավունք չունի։ Արատյալը ուր օրեն չիրա, աստուծո օրենքը չիրա, մեղացրանքա չիրա, բայց բեդություններ, սերներ, երեղեցիներ օրենքներ տրած են, որոնք աստվածաշունչի մեջ չիրան, բայց կբադարշեն, որ իրենց օրենքները բահես։ Եվ եթե չի բահես, քեզ նեղության կմարնեն։ Եվ այսպես եղած է բոլոր թարեր ընթացքին, եւ Աստծո զավակները այս պատճառով չեն հնազանդած այդ օրենքներուն եւ նեղության մատնված են։ Հիմա դարձեմ միտս բացառեցի։ Ուր օրենք չիրա, սիրելի քարոզիչ, մի մեղացրել անդամդ։ Մի էսեր սխալ է։ Եվ չես տնը աստվածաշունչեն աբացուցանել։ Արատյաններուն և ատիրեցին քարոզել անոնսին օրենքին համացայն աստուծո ավելի պետք է հնազանդին տան ցեզի։ Դեսնեցին որ որքան կարևորը որ մենք աստվածաշունչը լավ գիտնան եւ դեսնեն թե ինչ բաները ավանդություններ են որոնց պետք չէ հնազանդենք եւ երեղեցին անչափ հեթանոսարյան օրենքներ մտուց
Յանի ժամանակ ունեն ամեն ինչ մեծ ցեզի բացատրելու բազմաթիվ ջանոններ մտցուցին քրիստոնեական հավատքի մեջ, որ թեմ է Աստվածաշունչին։ Հետևաբար արատյաններ եւ անդերհերո քրիստոնյաներ հալածանքի ենթարկված են միան աստվածաներով, որովհետեւ թագավորները, իշխանները, օրենքները թրին, որոնք Աստվածաշունչի աջարար է, եւ անուն չուզեցին բահել, անուն համար հալածան եղավ։ Այրուձներուն կուպը նետվեց։ Այո։ Իզուր դեղ մերան, բաց անուն փարասեր մատիդեին, հբարդ մատիտներ էին, եւ քանի որ սած էին իրենց խոսքը բիդլար։ Ես կհիշեմ անգամ խանութ մտածած էի Բեյրութի մեջ եւ այն օրը քո չիրա քո զավոները բարավ է ես աննոմ դա խանութը հայու խանութ է քո զավոները ինչի՞ քո չիրա վիդուս սպասեն միշտ աջախորդ աշխատին դինը ասին դիրուհին խանութին սուպերմարկետ մներ սա վաթան Կորձավորն է, երուրը սավ։ Նայր սավ, անդե պոլիշ կա, ատ պոլիշը ար, և իմ ոտոց պոլիշրը։ Վատն սավ դիրին, ատ պոլիշը կեդինի պոլիշ է, ոտոյի չլար, ես կեզի դսեմրոր թնա ադի ար, և պոլիշրը ոտոց բարապ մի դենար։ Վատենիսի թնա ասի, աշտրը, պոլոնա պարերյամ են ինձի։ Չնաց ատ պոլիշը արավ և հերացավ, ոտոն պոլիշնելու։ Դեսնետ, որ մատիկ որքան ուզեն իրենց խոսքը քալեցնել, հաչոտ օրի դեսա վատանին։ Վատանսի, ոտոն պոլիշրին մը, ես խենտեմ մսավ, ոտոն գավրեմ ասանեմ նիզ կործես կան հեսավ։ Կացի սավ, ոտոն լամը լվացի մատրեցի, հերո դիդինը սավ, ուդիր մը պոլիշ, այո, ինչ լավ եղավ, սա արիատ չի կործեցի, ատ պուսածս չի կործեցի, որ սխալ էր ատիրա, լավ, իշխանության վրա եղոմատիկ կուզեն իրենց խոսքը կալեցնել, և պոլոտ թարերու ընթացքին, մանավանդ գորանարներ և թրած են երիեցի մեջ օրենքներ, Գուզեմ որ իրենց ըսած օրենքները ժողովուրդը կոծատրը։ Արիտոմը Ֆրանսիայի մեջ և ուրիշ եղար ալ եղած են, միան Ֆրանսիայի մեջ չէ եղած։ Երիղեցին արգիլեց, որ մարդիկ սուբտիտ կատան և սուբտիտ ունենան։ Եվ եթե մերումը դունեն սուբտիտ կտնվեր, ատ ընդանիքին անդամները բիդսպաննվեին, և դուննա հրո ջարատ բիդլար։ Մարդիկ իրենց վախեն, սուբտիտերը պերին կղակին գետրոնը։ Եվ կաղանաները կմձիզաղներով at subtilitera այրեցին։ Փաս գտնվեցան քաչ մարդիկ, որոնք իրենց subtilitera բահեցին եւ չի անցնեցին։ Ուրեմն դեսնենք, որ բեդարյան օրենքները եւ կուքան աստուծո օրենքներու մեջ ընդհանրապես սխալ է։ Ընդհանրապես սխալ է, որովհետեւ բազմաթիվ ավելոտաբաշխություններ, բազմաթիվ սխալներ մտցվեցան։ Անոր համար արաքյանները ասին ավելի աստծո պետք է հնազանդին։ Ավելի աստծո պետք է հնազանդին, նշան ցեզիա պիտի հնազանդենք, բայց ավելի աստծո պիտի հնազանդենք։ Այո։ Գիրետ մատմրար անգլիացի անունը Ջոն Ուիկլիֆ 13-րդ դարում բարայացավ ասմերը իրական պատմություն է թեպք է այն ժամանակներուն երիղեցին արգիլեց ավետարան քարոզել աջորն ինչ քարոզեին երիղեցին բադվիրած բաները քարոզեին ասմաթը սերդեց աստվածաշունչը Եվ տեսա, որ երիղեցին շատ սխալներ ունի, ևս սավ քրել և քարոզել։
ամիջապես ըսան հալածել ասմատը ուր որ եթե գեդևեն գուքային որ զինքը փնեն փաց աստված ցևով ասմատու իմաստություն գուդար եւ ասմատը հերաշարան միշտ փախածեր միշտ փախած աստված օտնած էր եւ սրան որքան մարդ դնա հալածվել ասմատը մաշեցավ առողջ չաբես մաշեցավ ի վերջո փնարան մահով մեռավ բայց երեղեցին չի թողացավ անոր մահովը մտածեց ինչ կրնա անել դարիներ անցան 40 տարի անցավ եւ վերջապես Կոնստանց քաղաքի մեջ երեղեցարաններ առաջնորդներ ժողով կումարեցին եւսին մենք պետք է մեր վրեժ լուծեն Ջոն Վիկլիֆեն Ջոն Վիկլիֆ մեռած է 40 տարի է վեր ոսկորները մաշած Քացին քերեզվան եւ անոր ոսկորները մնացա ամենը ոսկորները աթեն փարագոսը աթեն փոշի թացած էին մնացած ոսկորները արին Հերին քաղաքին հրաբարը եւ այրեցին թմձիծաղներով Ինչու որովհետեւ իրենց չեն ազանթեցավ Ուրեմն սիրելիներ մենք մեր միտքինից բային պետք է սորվին աստվածաշունչը որ գիտնան թե ինչ ավանդություններ մտցված են Հիսուսի ժամանակ շատ ավանդություններ կային եւ Հիսուսը ցույց ավանդությունները որպես թե Աստվածը ասած է, որպես Աստծո բادرանն է ժողովրդին լսովեցնել։ Եվ այսպես սիրելիներ, պետք է մենք վստահ գիտնանք, որ պետության որ օրենքները, երեղեցին որ օրենքներուն պետք է հնազանդին, որովհետև երբ որ մենք սխալ օրենքներ գբահենք, կմոլորենք։ Պետք է Աստծո օրենքները լավ սորվենք։ Ասի կարևոր է մեր բոլորին համար։ Միլիոնավոր օրենքներ թրվեցան խավար թարերու ընթացքին։ Անով որոնք չեն թե ինչ է խավար թարերը, ասեմ, Քրիստոսը 538-ին մինչև 1798 թվականը խավար թարեր գործվեցավ երեղեցարյան պատմության մեջ, որովհետև այնքան հեթանոսարյան օրենքներ երյան աստվածաշունչի մեջ, որ աստվածապաններ այդ տարիները խավար թարեր կոչեցին։ Եվ այսօր տարյավին քոյություն ունին մեր երեղեցիները ներս։ Ուրեմն դժվար է ցեզի համար գիտնալ որ մերը Աստծո օրենն է, որ մերը չէ, Աստվածաշունչ դարձել։ Եվ ամեն ինչ պիտի բարձվի ցեզի։ Իմ փապաճս էսերներ, որ մենք կարող ըլանք ավանդությունը։ Այո, այն բաներ, որ Աստծո օրենքին թեմ են, չեն ազանթին։ Մեր մահվան քինով չի հնազանդին, որովհետև Աստծո դամն է, որ քրիստոնյան քաչարիելա, խիզախելա, չի վախնա իդյանտի դալեն եւ բազմամիլիոն քրիստոնյաներ իրենց կյանքերը դվին բարձավես չի հնազանդելու համար այն օրենքներուն, որ Աստծո օրենքներուն թեմ է։ Հիշենք, որ պետություններ գուզեն բադացրել իրենց դրած օրենքները։ Բզի պամնան գուզեմ ասել, օրինակ համար սավուկ թարհավոր, չա թարհավոր մներ։ Աստվածային շատ բաներ ասացեր, որն է չրավ։ Օրմը բادرազմին գետար, ամիջայս իր միտքեն փամ մահանեց, սա ոյ մեդես հապամը բիչուդես, զոմբի բայն, ինձ ինձ աստվածավախ հրավ, հիմա մերյամեր, հանդրած։ Անից հավիտը չէր։ Ոչ, սավուկն է։ Ուրեմն իր ոտին երավ, որ հոնչեր ատվարյանի որ հրամանը դեպեցավ, փանատ մտնելու ադեն, դեսավ որ դեղմը մեղր գա, եւ անոթի էր, մեղրը արավ ու դերավ, եւ իր զինադիրնա։ Երբ որ սավուկ լսեց, որ իր ոտին մեղրը դերած է,
սա բիլսպաննվի։ Յա հովնատաններ։ Եսա ինքը իր խոսքը գուզե փանեցնել եւ ճուզեր որ ասված իր խոսքը իր վրա փանեցնել։ Թագավորներ այսպես են, երբ օրենք գտնեն, իրենց օրենք իրենց համար սուրբ կդառնա, սխալ ալլա սուրբ կդառնա եւ դստիբեն որ հբադատներ իրենց հնազանդին, բայց մենք որպես Աստծո ծառաներ, որպես քրիստոնյաներ պետք է սովին, որոնց սխալ են, որոնց շիրար եւ սխալ օրենքներում պետք է հնազանդենք։ Մեկ բան ես պիտեմ։ Ուրեմն թարսյալ գուզեմ հիշել Դանիելը։ Դանիել աստակավորը Նաբուկոդոնոսոր թագավորը օրենք դրավ, որ մեկ ամիս մեկ մփամի չխնդրվեր։ Միայն թագավորին զատ։ Մեկ ամիս չսան փամ խնդրել, մեկ ամիս։ Բայց Դանիել այդ օրենքը չհարկեց։ Ամեն արդու անիմաստ օրենք էր, անիմաստ, հա։ Անոնք մասնավորին որ Դանիելը ձուղագը ցկեն։ Եվ Դանիել գրված է որ ամեն արավոտ իր աղոտ կգներ։ Եվ դեսան որ Դանիել, թագավորին օրենքը չի գադարեր, աստուծմե գաղոթե եւ շատ բաներ կխնդրե։ Բռնեցին եւ ինչրին արյուզներուն կուպը նետեցին։ Սակայն Հիսուս էր որ իրեն ազատեց այդ կուպեն։ Ուրեմն վերջացնենք, հասանք նյութին ավարտին։ Եթե Աստծո թեմ օրենք թրվի, թուն որոշե, Աստծո հնազանդին թե պետության։ Աստված արթնցնե մեր ժողովրդին եւ օրհնե, որովհետեւ այս օրերը պիտի կան, ինչպես եկան ժամանակին հռոմեական գայսրության ադեն, քրիստոնյաները իրենց կյանքերը դվին, քարայրներու մեջ Աստված կբաշխեին, այրվելու երթան եւ գսեին իրարու մարանաթա, այսինքն Հիսուս պիտի գա, դեսնենք դարձյալ։ Այդ սերը ունենանք, չի վախնանք, այո օրերը քեշեն եւ այդ օրենքները պիտի փոխվին, պիտի կան, եւ եթե կառավարության օրենքը չնես, Սուրբիկը Դավիթ արնեն ցերկետ, քեզ երեցինա դուրս պիտենեն, ասկութենետ պիտի հանեն, աղոթենք, որ Աստված մեզ ուժ դա, կարողություն գա մեր հավատքը զորացնե, որ իսկական հավատքին երթանք։ Այո, Վարդգես, այսպեսով մեր ժամանակը արդեն վերջացավ։ Միան ուզեմ ասել, որ սեդեն Աստվածաշունչը, գիտնան ինչ են Աստծո օրենքները, եւ բնական օրեն դեքիդնան թե ինչ են մարդոց օրենքները։ Մարդոց օրենքները հնված են քմա հաջության վրա։ Այո։ Դեր օգնեցես։ Ամեն։ Ցտեսություն։